Հանրապետության տոնի առիթով մայիսի 28-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Միացնաեջ Մայր տաճարում կատարվեց հանրապետական մաղթանք։ Հոգևորականներն ու ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Եվ հաստատեցեր ի Հայաստան աշխարհի ըս հանրապետություն հայոց։ Հանրապետական մաղթանքից հետո Միացնաեջ Մայր տաճարում իջման Սուրբ Սեղանի առջև Անդրանիկ եպիսկոպոսական պատարագը մատուցեց Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազան հայրը Կիրակի հոգեգալստյան տոնի օրն է հայոց հայրապետի ձեռամբ ձեռնադրվել ու օծվել։ 2026-ի հունվարին վեհափառ հայրապետի տնօրինությամբ Ռուբեն Սրբազանը նշանակվել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Էջմիածնի Մայր տաճար էին եկել նաև Մասյացոտնի թեմի տարբեր բնակավայրերում սպասավորող քահանաներ, համայնքների անդամներ, մասնակցելու Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի առաջին եպիսկոպոսական պատարագին։ Շատ ժողովուրդ դեռ մինչև իր թեմ գալը առիթ ունեին Հայ Սուրբին ճանաչելու շողակաթ հեռուստաընկերության եւ այլ հաղորդաշարերի միջոցով լսելու իր աստվածաշնչյան գեղեցիկ մեկնությունները եւ շատերը իբրև հոգեվոր ուսուցիչ էին ճանաչում Հայ Սուրբին։ Եվ փառք Աստծո հոգեգալստյան տոնին Աստծո ողորմությամբ մեր Հայ Սուրբը ձեռնադրվեց ու արժանացավ եպիսկոպոսության բարձր աստիճանի։ Եվ ինչպես քիչ առաջ իր աղոթքում Սրբազան հայրը նշեց, դա առավել պարտավորեցնող է, առավել ծառայության մեջ լինելու եւ իբրև առաջնորդելու իր ժողովրդին թե փորձության, թե դժվարության եւ թե նաեւ ուրախության ժամանակահատվածում։ Եվ այսօր մեր համայնքները իրենց հոգևոր հովիվների հետ միասին մեծ ուրախությամբ այստեղ են եկել։ Վերջի ամիսներին փառք Աստծո, Աստծո ողորմությամբ արժանացանք Ռուբեն Սրբազանի հովությանը մեր թեմի հարկից ներս ու մեզ համար մեծ ցնծություն էր նախ հայ Ռուբեն վարդապետ Զարգարյանին մեր թեմի առաջնորդական տեղապահ տեսնելուն։ Մեր եկեղեցու մեծ վարդապետությունից մի մեծ դաս ենք քաղում ամեն քարոզը լսելիս, որովհետև Ռուբեն Սրբազանի քարոզները ոչ միայն մեր քրիստոնեության, մեր եկեղեցու եւ մեր սրբերի մասին են, այլ նաեւ մեր հոգևոր հայրենասիրական արժեքների մասին են։ Մենք հայ Ռուբենից բազմաթիվ դասեր ենք ստացել ոչ միայն մեր եկեղեցու, այլ նաև մեր երկրի, մեր պետության եւ մեր ինքնության մասին։ Այլև որպես ընտրյալ անոթ նվիրագործեցիր ու քահանայության կոչեցիր։ Սուրբ ավազանից մարդկանց հոգիներին քեզ որդեգիներ ծնելու։ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը քարոզխոսությունը սկսեց աղոթքով։ Նա շնորհակալական խոսքեր ուղեց իր հետ ճանապարհ անցած մարդկանց, իր գնահատանքը հայտնեց Մասյացոտնի թեմի քահանաներին, ովքեր տեղի չտվեցին իշխանությունների ճնշումներին, պատրաստակամ եղան հաղթահարել դժվարությունները, հավատարիմ մնացին Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ու քահանայական ուխտին։ Այժմ եւ միշտ եւ ավիտյան Սավիտենից ամեն։ Սրբազան երկյուղով եմ առայժմ լցված, ինչ իմաստով այս ակնկալիքը, որ տեսնում եմ ինձ հետ կապված, ինձ երկյուղ է պատճառում։ Իմ հույսը, հավատը Աստծո օգնության վրա է, որ Սուրբ Հոգի շնորհներով զորացնի ինձ, մեր սիրելի հոգևոր եղբայրները, որպեսզի կարողանանք այդ ծառայությունը պատվով տանել, ինչի համար տանել, որպեսզի մեր եկեղեցին հզորանա, որտեղ մեր եկեղեցու հզորացմամբ է պայմանավորված նաև մեր պետության հզորացումը, մեր ժողովրդի ուրեմն հաղթանակները եւ մեր լուսավոր ապագան։ Ես հավատում եմ դրան եւ ամեն ինչ անելու եմ, որ մեր Սուրբ եկեղեցին հզորանա։ Հավատով ու սրբազան երկյուղով Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը շարունակում է հոգևոր ճանապարհը, մարդկանց հաղորդակից է դարձնում Սուրբ գրքի ճշմարտություններին եւ հայ եկեղեցու ճշմարիտ վարդապետությանը։ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը Հայաստանում հոգևոր կրթություն ստանալուց հետո ուսումնառել է Հռոմի Գրիգորյան Պապական համալսարանի մագիստրատուրայում։ Նա սպասավորել է զինված ուժերում, ծառայել է Մայրաթորի տեղեկատվական համակարգում, Գարեգին առաջին աստվածաբանական կրթական կենտրոնում,
հրատարակչական բաժնում։ Ռուբեն եպիսկոպոսը շուրջ 14 տարի բանտային քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատուն է եղել։ Նա նաև Մայրաթորի հայեցակարգային գրասենյակի տնօրենն էր։ Վարդապետական աստիճան 2015-ին է ստացել։ Գևորգյան հոգևոր ճեմարանում նոր կտակարանի մեկնություն է դասավանդում։ Աստվածաշնչագիտական հոդվածների, աշխատությունների հեղինակ է։